Շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների հետ կապված կլսենք ձեր տեսակետը, երևի խոսենք արտաքին բլոկից առաջինը, հետո նաև արդեն ներքաղաքական եւ Հայաստանի ներսում եւ Հայաստանի շուրջ սպասող զարգացումների մասին։ Եվ այսպես այս պահին այս ժամերին պետք է ընթանար Իրան-Միացյալ Նահանգներ բանակցությունները հերթական, չնայած նրան, որ իրանական կողմից այսպես կա ավելի շուտ աղբյուրները հաղորդում են, որ իրանական կողմը համաձայնություն է տվել մասնակցելու բանակցությունների, սակայն դեռևս իրանական պատվիրակությունը չի ժամանել Իսլամաբադ, որպեսզի բանակցությունները կայանան։ Իրավիճակը բավականին լարված է շարունակում մնալ։ Վերջին երկու տեղեկությունները Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Հեզբոլլահի առաջնորդը կվճարի իր գլխով Իսրայելի դեմ հարձակումների համար։ Թրամփը հայտարարել է, եթե կողմերը չնստեցին բանակցությունների, ռումբեր ու ավելի սարսափելի պատերազմ ընթացք է ստանալու։ Խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր տեսակետը ինչ սպասել։ Եվ այո, նորից հաստատվեց ԻՌԻՊ-ն է հայտնում, որ իրանական պատվիրակությունից ոչ ոք դեռևս չի ժամանել բանակցությունների։ Համեցեք։ Դե ինչ որ մենք լսում ենք ամերիկյան եւ իսրայելական կողմից դա զրոյական արդյունքով խաղի ուրեմն տեսքան, հա, ուղղակի իրանք պատկերացնում են, որ իրանք ուժով կամ սպառնալով ուժ կարող են ստանալ ինչ որ պահանջում են մյուս կողմից, բայց դա չի բերում հաջողության։ Երեք էր New York Times-ում եղավ մեծ հոդված էր, որտեղ գրված էր ինչպես է Թրամփը խանգարում բանակցություններին իր հայտարարություններով սոցցանցերում։ Դա հասկանալի է, որովհետև Թրամփին պետք է ցույց տալ, որ ինքը արդեն հաղթել է, ինքը դրա մասին արդեն մի քանի անգամ ասել է, արդեն հաղթել է, ուղղակի մնում է վերջակետ դնել այդ հաղթանակի տակ, գործարքը արդեն կա եւ դա ավելի լավ գործարք է, քան Օբամայի օրոք գործարքը, սա է ինքը վաճառում ամերիկացիներին, որովհետեւ իրան կարևոր է, որ ինքը հանդես գա իբրև հաղթած կողմ։ Բայց դա այդպես չի, դեռ դա խանգարում է բանակցություններին, որովհետեւ բանակցությունները պահանջում են, որ դու մյուս կողմին ինչ որ գոնե նվազագույն հարգանքով մոտենաս եւ որպես պարտնյոր դիտես մյուս կողմին։ Իսկ եթե դու մյուս կողմին արդեն ներկայացնում ես որպես պարտված կողմ, որը գալու է միայն կապիտուլյացիան, այսինքն ստորագրի կապիտուլյացիայի ակտը, ինչ իմաստ ունի մյուս կողմին գալ ներկայանալ այդպիսի բանակցություններին, որովհետեւ մյուս կողմն էլ պետքա ներսում կարողանա ներկայացնի, որ ինքն էլ է ինչ որ հաջողությունների հասել բանակցությունների ժամանակ, բայց կողմերի դիրքերը այնքան տարբեր են, այնքան խիստ են ձևավորված, որ դժվար է պատկերացնել այդպիսի հաջողություն, նույնիսկ եթե մենք տեսնենք, որ իրանական կողմը իրոք հայտնվի այսօր Իսլամաբադում եւ բանակցությունները տեղի ունենան։ Ինչու՞, որովհետեւ Թրամփը նորից կրկնեմ, իրան պետք է տեսքը հաղթող կողմի տեսքը եւ ինքը փորձում է ստանալ գոնե ինչ որ մի բան իրանական կողմից, որ կարելի է ինչ որ անգլերեն կոչվում է spin, այսինքն ներկայացնել, ֆռացնել այդ բանը, ցույց տալ, որ այո հաղթել եմ։ Տեսեք ինչ է ասում Թրամփը։ Թրամփը ասում է, որ երբեք չի ունենալու ուրեմն միջուկային զենք իրանական կողմը, սա է իր դիրքը։ Բայց եթե մենք վերադառնանք ամենասկիզբը, իրանական կողմը նույնիսկ ժամանակին ֆետվա էր այաթոլլան հռչակել, որ իրանք դատապարտում են բոլոր կողմերին, որոնք որ միջուկային զենք ունեն եւ զարգացնում են։ Այսինքն նպատակ էլ չունեն իրանք միջուկային զենք զարգացնելու։ Բայց իրանք չեն հրաժարվում եւ պատրաստ չեն ուրեմն անել ինչ որ Թրամփը պահանջում է, այսինքն այն ուրանի քանակը, ուրեմն հարստացած ուրանի քանակը, որը որ մոտավորապես կես տոննա է եւ դրանից կարող է մոտավորապես 10-ից 12 ուրեմն հրթիռ միջուկային զենքով ձևավորված ունենա Իրանը, պատրաստ չեն հանձնել Թրամփին։ Ստեղ է որ կողմերը չեն կարողանում պայմանավորվել եւ իհարկե կան խնդիրներ կապված Հորմուզի հետ, բայց ամենակարևորը որ Թրամփը սկզբից ասում էր, որ Միացյալ Նահանգների նպատակն է ռեժիմը փոխել Իրանում։ Արդյոք իրանք հասել են այդ նպատակին, իհարկե ոչ, որովհետև եթե ռեժիմը փոխելը նշանակում էր, որ պետք է Վենեսուելայի նման իրանք ստանային ինչ որ մի գործիչ Դելսի Ռոդրիգեսի նման, որը կգնար բոլոր ուրեմն պահանջարկները կբավարարեր Թրամփի, իրանք ստացել են ավելի ծայրահեղ, ավելի ռադիկալ ուժ, երբ որ նայում ես կենսագրությունները գործիչների, Մոհամմադ Ղալիբաֆից սկսած եւ
ավարտած ինչու՞ չէ Արաքչիով եւ այլն, դու տեսնում ես, որ իրանք բոլորը ունեն նույն բանը, հա, իրանք կենսագրության բանով։ Իրանք բոլորը հեղափոխությունից հետո 79 թվականի հեղափոխությունից հետո մասնակցել են Իրան-Իրաք պատերազմում եւ բոլորը ունեն շատ կարեւոր sense կոշտ ուրեմն դրսևորում, որ պատերազմը անխուսափելի է լինելու Միացյալ Նահանգների հետ։ Այսինքն իրանք ամբողջ իրանք կյանքը պատրաստվել են այս պատերազմին։ Դրա համար հիմա դժվար է պատկերացնել ինչպես պետք է բավարարվեն կողմերի այս ծայրահեղ դիրքերը, ել չեմ ասում, որ Միացյալ Նահանգների ուրեմն դիրքավորման հետևը կանգնած է նաև Իսրայելը, որը ունի իր շահերը եւ այդ շահերը, եթե Իրանը չի անում քայլեր ուղղված այդ հարստացած ուրանի փոխանցումը Միացյալ Նահանգներին, համարի, որ դա հաջող բանակցություններ չեն եղել։ Դրա համար ավելի հավանական է, որ կշարունակվի պատերազմը դժբախտաբար եւ ավելի ծայրահեղ ուրեմն կողմերը կօգտագործեն զինուշ, ավելի ծայրահեղ միջոցներ եւ ռեգիոնը կանգնած է շատ լուրջ սրման ինչ-որ փուլի, հա, պատերազմին, մյուս երկրորդ կամ արդեն կարելի ասել երրորդ փուլը պատերազմի, եթե նայենք ուրեմն անցած տարվա հունիսի պատերազմը որպես առաջի փուլ։ Մեր նախնական զրույցում մենք այդպես վերնագրեցինք, որ այլևս Իրանը չի խնայի իր ավելի ուժեղ, հզոր եւ սարսափելի զենքերը, սա ինչի կարող է հանգեցնել։ Դե պարզ է, որ ամենաանորոշ կետը պատերազմի հենց սկզբից, առաջի օրվանից, ես դրա մասին խոսել եմ, կարծիքով ձեր տաղավարում, որ մենք չգիտենք քանակը, հա, ինչ քանակությամբ եւ ինչ տեսակի ինչ զինատեսակներ ունի սպային իրանական կողմը, բայց այս վերջերս էլ եղան ուրեմն հրապարակումներ Միացյալ Նահանգների մամուլում, որ մոտ 70% համարյա հրթիռների դեր չեն կիրառել։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ իրանք եթե պատրաստվում են պատերազմի, ամենահզորը իրանք պահում են ամենակարևոր կետի համար, հա, երբ որ իրանք պետք է ամենահժգուն ինչ-որ հարվածը հասցնեն մյուս կողմին։ Ինչ կամով այդպիսի հարվածը կարող է ցավալի լինի նաև Իսրայելի համար, այս բանին ես դժվարանում եմ ասել, բայց այն որ արդեն զոհերի թիվը բավական է, իսրայելական մի աղբյուրից տեղեկացանք, որ 35 զոհ ունեն, դա իրանց քաղաքացիական ուրեմն բնակչության թիվն է եւ մոտ 8000 վիրավոր ունեն։ Սա աղավոր մեծ թվեր է, այդպիսի բան երբեք չի եղել Իսրայելի պատմության մեջ։ Եվ ինչպես հիմա կարա զարգանա իրավիճակը, ես դժվարանում եմ ասել, եւ ամենածայրահեղ եւ ուրեմն բոլորի համար երևի անընդունելի տարբերակն է, երբ էսկալացիան կբերի նրան, որ Թրամփը, քանի որ այն միջոցները, որը կիրառելու է, չի բերելու այն տարբերակին, այն նպատակին, որ ինքը հետապնդում է, փորձի նաև օգտագործել միջուկային զենք։ Իսրայելական կողմից, այսպես ասենք, այդ համացած հայտարարությունները, որ Հեզբոլլահի առաջնորդին ոչնչացնել իրենք, այս ամենը ինչ սրացման կարող է տանել։ Դե որ իրանք առաջնորդներին կարող են ոչնչացնել, այստեղ ոչ մի նոր բան չկա, Իսրայելի հատուկ ծառայությունները նմանավանդ Մոսադը դա մասնագիտացված էր հենց այդպիսի գործունեություններ ծավալելու բանով, հա, թե Իրանի դեմ, թե բոլոր իրենց թշնամիների դեմ, դա ոչ մեկին չի զարմացնի, մենք տեսանք հարյուրավոր այդպիսի սպանություններ ժամանակին, հա, եթե նայում ենք 30 տարվա բանով կտրվածքով, այնպես որ Իսրայելը պետք է մի ուրիշ դաս քաղեր այդտեղից, որ ինչքան էլ իրանք ոչնչացնում են առաջնորդներին, դա չի բերում վերջնական իրանց նպատակին չի հասնում, ընդհակառակը գալիս են փոխարինող նոր առաջնորդներ, որոնք որ ավելի ծայրահեղ են նաև լինում։ Իրանում տիրող այս իրավիճակը եւ Իրանի շուրջ ինչպես կարող է ազդել տարածաշրջանի վրա եւ իհարկե բնականաբար մեր վիճակն է հետաքրքիր։ Դե եթե լինի այդ էսկալացիոն սցենարը, որը շատ հավանական է այս պահին, իհարկե կարող է փոխվի այդ հավանականությունը սցենարին, այս ինչպես ուրեմն զարգանան
բանակցությունները Իսլամաբադում կամ դրանից հետո ինչ տեղի կունենա, այսօր դեռ մենք դժվար այդ հարցին պատասխանել, բայց եթե լինի էսկալացիոն սցենարը, դժվար չի պատկերացնել, որ կլինի հոսք, փախստականների հոսք, նաև մեր ուղղությամբ։ Դժվար չի պատկերացնել ինչա դա նշանակելու նույն այդ թրիփի համար, որը որ հիմա օդի մեջ արդեն կախված է եւ կախված է ինչպես է զարգանալու պատերազմը։ Տեսեք, երեք էր ոնց որ Financial Times-ում հոդված եղավ, որ Թուրքիան արդեն զբաղվում է ինչ-որ լոբիստական ինչ-որ բաներ է, քայլեր անում, որ այլընտրանք կա Հորմուզին եւ այդ այլընտրանքը միջին միջանցքն է, դա նաև ներառում է թրիփը, հա, որ իրանք այս պանտուրանական բանով փոխարինելու են Հորմուզը, լինելու է այլընտրանք Հորմուզին։ Սա իհարկե թաքնված ինչ-որ ձևով հարված է նաև Իրանին, որովհետև Իրանը այս պահին իր զենքերից մեկը հենց Հորմուզն է։ Երբ որ դու ասում ես, որ այլընտրանք կա Հորմուզին, դու ոնց որ դրա կարևորությունը նվազեցնես, հա։ Սա շատ հետաքրքիր կարող է զարգանա մեզ համար էլ, տարածաշրջանի համար էլ, որովհետև մենք չգիտենք ինչով կարող է այդպիսի պատերազմ ավարտվի եւ որտեղ է վերջակետը, հա, Թրամփի համար լինելու։ Ինչպես ասացի, կան նաեւ այդ էսկալացիոն բանի հետ կապված, որ կարող է պատահի փորձեն կիրառեն նաև արդեն ցամաքային զորքը կիրառի Միացյալ Նահանգները կղզի Հարկ կղզին գրավելու համար, ել չեմ ասում, որ փորձ կարող է նորից լինի հենց այդ հարստացած ուրանը ինքնուրույն դուրս բերել Իրանից, հա, բայց դա այդպիսի օպերացիաները շատ դժվար կարող է ընթանան եւ պարզա որ կորուստներից խուսափել շատ ու շատ դժվար է լինելու, բայց ինչ կնշանակեն այդ կորուստները Միացյալ Նահանգների հանրությունը ինչպես կանդրադառնա դրան, ոչ թե ընդդիմությունը ժողովրդավարն, այլ ընդհանուր հանրությունը, այստեղ միանշանակ պատասխան չկա, բայց ամենահավանականն է, որ բացասական, իհարկե շատ բացասական, որովհետեւ այդ պատերազմը Միացյալ Նահանգներին ոնց որ պարտադիր պատերազմ չլներ, հա, եւ ինչքան խոսում էր Թրամփը, որ ինքը այն նախագահն է, որը հրաժարվելու է պատերազմներից եւ այլն, ստացվեց, որ ինքն է հենց ամենացավալի պատերազմը սկսում Միացյալ Նահանգների համար։ Շատ անորոշ ինչ որ բանով, հա, ապագան այդ պատերազմի անորոշ է։ Թրիփի հետ կապված է, ինչքան էլ հիմա օդում կապված է, այս մասով ինչ զարգացումներ կլինեն ամեն դեպքում, մանավանդ մենք ասացինք հետաքրքիր զարգացումներ կլինեն տարածաշրջանում, բայց պետք է հաշվի առնենք, որ հարևանությամբ Թուրքիա եւ Ադրբեջանն են, որոնք Հայաստանի չլինելու հետ կապված իրենց գոյության չլինելու հետ կապված իրենց պլաններ ունեն, ինչպես կարող են ստեղծված իրավիճակից օգտվել։ Դե մեզ համար ամենավատ սցենարը իհարկե, որի հավանականությունը դեռ այդքան բարձր չի ըստ ինձ, ամենացավալի սցենարը մեզ համար կարող է լինի, եթե մենք չկարողանանք զսպել ադրբեջանական եւ թուրքական կողմին եւ իրանք փորձեն օգտվել այս պահից եւ ռազմական լուծում փորձեն տալ այս խնդրին, այսինքն գրավեն տարածքը եւ հայտարարեն, որ հիմա Հորմուզի ուրեմն այլընտրանքը իրանք կարող են առաջարկել եւ իրանք ունեն առաջարկ միջազգային հանրությանը, որը կկապի Չինաստանը եւ ուրեմն Կենտրոնական Ասիան Թուրքիայի եւ Եվրոպայի հետ։ Հիմա գանք մեր հարցերին, տեսեք, Նիկոլ Փաշինյանը այս երկու օրեր առավոտյան սկսում է իրենց քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագիրը ներկայացնել, այսօր եւս մեկ անգամ հաստատեց, որ անկախության հռչակագրից իրենք հրաժարվել են, նոր սահմանադրության մեջ անկախության հղում չի լինելու եւ իհարկե այսպես ինչ-որ առաջարկներ է անում Ադրբեջանին, ավելին երեկ էլ Արաս Սիմոնյանը հայտարարում էր, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը ըստ էության ինչ-որ ձևով խոչընդոտում է Ադրբեջանը։ Խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր տեսակետը։ Դե այն ոչ տարբերություն կա մոտեցումներում Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, դա ակնհայտ է, բոլոր հարցերում չի, որ իրանք իրանց մոտեցումները
համընկնում են, բայց ես չգիտեմ ինչ կոնկրետ նկատի ուներ Ալեն Սիմոնյանը, եթե ինքը խոսում է, ինքը պետք է կոնկրետ ասի ինչ նկատի ունի։ Իսկ եթե մենք նայենք ընդհանուր առմամբ այն ծրագիրը, որ ներկայացնում է պարոն Փաշինյանը, դա իհարկե հակասում է ժողովրդավարական նորմի, որովհետև մի քաղաքական ուժ չի կարող փորձի սահմանադրություն ներկայացնի ամբողջ ժողովրդին։ Տեսեք ինքը ինչ է ասում։ Ինքը ասում է, որ նախկին սահմանադրությունը ոչ լեգիտիմ էր, որովհետև ժողովուրդը իբրև չէր քվեարկել այդ ռեֆերենդումը, ոչ ուրեմն պատշաճ մակարդակի վրա էր անցկացվել եւ այլն եւ այլն։ Լավ, բայց հիմա դու ասում ես, որ դու ընդհանրապես չես ուզում ռեֆերենդում անցկացնես, ուզում ես փոխես սահմանադրությունը, միայն ստանալով մեծամասնության մանդատ պարլամենտում, հա։ Դա ինչ է նշանակելու։ Դա նշանակելու է նորից այդ սահմանադրական մեծամասնությունը, որի մասին իրանք երազում են, իրանք կարող են ձևավորել, եթե մասնակցությունը լինի ցածր ընտրությունների ժամանակ եւ իրանք ստանան գոնե կեսը ոնց որ 21 թվին տեղի ունեցավ, այսինքն կեսի կեսով իրանք ձևավորում են մեծամասնություն։ Բայց արդյոք 25% բնակչության, որը որ քվեարկելու է իրենց պատկերացմամբ, ես չգիտեմ նույնիսկ այդպիսի լինելու է արդյունքը թե չէ հունիսի 7-ին, բայց արդյոք դա նշանակելու է, որ 25%-ը դա այն թիվն է, որը որ տալիս է ձեզ լեգիտիմություն, հա, նոր սահմանադրության։ Իհարկե ոչ, պետք է լինի ռեֆերենդում եւ ռեֆերենդումը պետք է լինի առնվազն 75% քվեարկի նոր սահմանադրության, որ դու կարողանաս ասես, որ մեծամասնությունը, ժողովրդի մեծամասնությունը, ոչ թե ժողովուրդը, իրանք շատ են բանանում, հա, այդ ժողովուրդ բառը, ժողովուրդը էս մեզ մանդատ է տվել եւ այլն։ Ժողովրդավարություններում ընդհանրապես ժողովուրդը ինչ է նշանակում, կա մեծամասնություն եւ փոքրամասնություն։ Իսկ ինքը փոքրամասնությանը իր պատկերացման փոքրամասնության, մենք չգիտենք դա փոքրամասնություն այսօր թե չէ, դա ցույց կտա ընտրությունները, բայց դու մյուս կողմին, այսինքն ընդդիմությանը, փոքրամասնությանը եւ բոլոր այն ընտրողներին, որոնք պատրաստ են ձայնը տալ ընդդիմությանը, սկսում ես ուրեմն անուններ տալ, օգտագործել այնպիսի լեքսիկա, որը որ չգիտեմ, որևէ ժողովրդավարական երկրներում դրա համար արդեն պատժված էր լինելու որևէ առաջնորդ։ Գալիք ընտրություններն են, հիմա արդեն այսպես ասենք, հա, ստեղծան չհայտարարված, բայց նախընտրական քարոզարշավի մեջ են։ Ուժերի համադրությունը ինչպես է գնահատում, կա արդեն ընդդիմադիր հիմնական 3 բլոկ, մանավանդ 2-ը ընդգծված, Ռոբերտ Քոչարյանի թիմը եւ Սամվել Կարապետյանն եւ իհարկե այս պարագայում կազմությունը Նիկոլ Փաշինյանը։ Դե չի փոխվել այն իմ պատկերացում ընտրությունների մասին, որ ամեն ինչ որոշվելու է մասնակցությունից, ինչքան բարձր լինի մասնակցությունը, անգամ ավելի դժվար է լինելու իշխող ուժին վերարտադրվի, մեկ, իսկ երկրորդը եւ ամենակարևորը այն սեգմենտը ընտրազանգվածը, որը որ կոչվում է անորոշ ընտրողներ, եթե իրանք գնալու են մասնակցելու են, ինչպես են իրանք քվեարկելու։ Պարզա որ իշխանություններին պետքա որ իրանք փոշիացնեն, ինչքան փոշիացնեն այդ զանգվածը, անգամ իրանք շահերից է։ Փոշիացնելը նշանակում է մի բան, եթե մասնակցելու են կուսակցություններ մեծ թվով, որոնք որ չեն անցնելու պարլամենտ, հավաքելու են միջև 3-8 նույնիսկ տոկոս, հա, էլ չեմ ասում 1% անունցները, եթե դրանք լինեն մեծ թվով, մոտավորապես 30%-ը կարող է ավել, կարող է փոշիացնեն այդ ձայների։ Սա է իրանց նպատակը եւ այդ նպատակով որոշ կուսակցություններ կարող է ելնելով իրանց առաջնորդների ամբիցիաներից, պատկերացնում են, որ իրանք անցնելու են միանշանակ, բայց ես կասեի, որ սա մեծ խնդիր է լինելու երկրի համար, եթե վերարտադրվի իշխող ուժը, որովհետև իրանք շարունակելու են այն ճանապարհը, որով արդեն տանում են երկիրը, դա պարզան այդ ծրագրից, որը որ ներկայացնում է հիմա Փաշինյանը, իսկ այդ ծրագիրը հետևյալն է, մենք դառնալու ենք մեծ թուրանի
որպես վասալական ինչ-որ պետություն, վիլայեթա մի բան է ձևավորելու, հա, պետություն էլ դժվար է անվանել դա։ Դա է իրանց նպատակը, բայց իշխանությունը իրանք են պահելու եւ ասելու են, որ դա է ժողովրդավարությունը, դա է ինքնիշխանությունը եւ դա է մեր համար խաղաղությունը։ Իսկ ինչ գին պետքա մենք տանք դրա համար պետքա մենք մեր ինքնությանը դավաճանենք, պատմական մեր կարևոր խնդիրը մի կողմ դնենք, ասենք, որ դա խանգարում է մեզ լավ ապրել։ Սա է իրանց պատկերացած ուրեմն ծրագիրը, որը իրանք ներկայացնում են մեր ժողովրդին, այս պահին։ Եվ այս մասում խնդրեմ ձեր տեսակետը, որ ինքը իրապես այլևս բախվում է այն իրականության, այն ռեյտինգին, այն պատկերին, որը այսօր առկա է մեր երկրում։ Դե իրանք երևի պատկերացնում են, իրանք շատ համարձակ խոսում են այդ սահմանադրական մեծամասնության մասին, խոսում են նրա մասին, որ անդիմությանը ձայն տվող չկա, իսկ նրանք ովքեր որ տալու են ձայն եմ ասում բառապաշարը ես նույնիսկ չեմ ուզում կրկնել իր օգտագործած, բայց հասկանալի է, չէ, որ բոլոր հարցումները եւ նույնիսկ իրանք հասկանում են, որ admin ռեսուրսը նույնիսկ կարող է ամբողջությամբ չքվեարկի իրանց կողմ։ Եվ դա նշանակելու է, որ իրանք պարտվելու են ընտրություններում։ Թե ինչի են իրանք պատրաստ անել, եթե պարտվեն ընտրություններում, ես դժվարանում եմ ասել, բայց մի բան ինձ համար հստակ է, որ իշխանությունները արդեն ցույց են տվել, որ իրանց համար ոչ մի կարմիր գիծ չկա, իրանք կարող են դպրոցականին ձերբակալեն, հա, կալանքի տակ բանաներ, իրանք կարող են մայրին, որը որ 2 ամսական երեխա ունի, կալանքի տակ բանաներ, ամեն ինչ պատրաստ են անել, որպեսզի իշխանությունը պահեն։ Դրա համար ընդդիմությունն էլ պետք է պատրաստ լինի, որ իշխանությունները այդ պահը շատ կարևոր պահ, մենք դժվար թե տեսնենք այն ինչ որ Հունգարիայում տեղի ունեցավ, հա, ասում էին Օրբանը ավտոկրատ է, բայց Օրբանը ընդունեց պարտությունը, հա, ընդունեց պարտությունը։ Այս պարագայում դա ինձ համար շատ մեծ հարց է, ինչպես է Իրան պահելու Փաշինյանը, եթե տեսնի, որ ինքը պարտվում է ընտրություններում։ Գիտեք, չէ, որ մի քանի ամիս առաջ այդպես շոու սարքեցին, որ տիկինը գնում է Աննա Հակոբյանը, բայց Գյումրիում նորից եկավ առաջին պլան։ Ըստ ձեզ ինչով է պայմանավորված Աննա Հակոբյանի նորից հրապարակ գալը։ Դա իրանց անձնական հարաբերություններ են, որոնք իրանց դարձրել են ցած հնդկական ինչ-որ սերիալ, որ բնակչությունը միայն դրանով զբաղված լինի, քննարկեն, թե ինչ է տեղի ունենում իրանց հարաբերություններում, շեղեն ամենակարևոր խնդիրներից, հա, այսինքն օրակարգում հայտնվում է մի խնդիր, որը որ ընդհանրապես ոչ մեկին հետաքրքիր չպետք է լինի, թե ինչպես են իրանց հարաբերությունները զարգանում։ Գնում է, վերադառնում է, բաժանվում են, չեն բաժանվում, ամուսնանում են եւ այլն, դա ընդհանրապես պետք է չլինի, բայց իրանց կարևոր է, որ օրակարգում լինի այնպիսի թեմա, որով կարան շեղել ուշադրությունը։ Եվ միևնույնն է իրա վրա կենտրոնացած լինի, հա, մենք միևնույնն է շարունակելու ենք քննարկել ինչ է տեղի ունենում Փաշինյանի հետ, բայց դա արդյոք մեր, այսինքն ես նկատի ունեմ ընտրողների շահերիցը։ Ընտրողը պետքա քննարկի ինչ է այսօր բովանդակությունը, ինչ կարևոր հարցեր կա եւ ինչ պետք է արվի, որ այս իշխանությունը չշարունակի իրանց վերարտադրության այս վասկը, հա, իրանք փորձում են ամեն ինչ անել, որ վերարտադրվի իրենց իշխանությունը։ Պարոն Մարտիրոսյան, կա նաև ասեցի տեսակետ, որ իրեն շատ լավ գիտեն Աննա Հակոբյանի անտիռեյտինգը, բայց Նիկոլ Փաշինյանը ըստ էության կամ այս զույգը շատավարի սարսափելի բաներ նախապատրաստել մինչև ընտրություններ կամ ընտրություններից հետո, դրա համար է Աննա Հակոբյանը առաջին պլան եկել, կամ էլ ընտրակեղծարարություն, ինչպես ասում են, կա ու կա։ Դե ես չեմ բացառում, որ մենք չենք ունենալու մաքուր ընտրություններ, դա էլ պետք է ի նկատի ունենա երևի անդիմությունը եւ մենք պետք է հասկանանք, որ սա ոչ միայն մեր ազգի համար վճռական ինչ-որ ընտրություն է լինելու, բայց նաեւ Փաշինյանը հասկանում է, որ իր համար, իր շրջապատի համար սա շատ կարևոր ընտրություններ լինել, որից հետո իրանց համար իշխանությունը կորցնելը կարող է նշանակի շատ ցավալի հետևանքներ ունենա։ Իսկ իր որակում այն մարդկանց, ովքեր իրեն ձայն չեն տալու, շուն ու շանգյալ է որ անվանում, սա ինչի դրսևորում է։
Դե ես արդեն ասացի, որ դա ընդհանրապես անընդունելի է եւ որևէ մի երկրում, ես չեմ ասում նույնիսկ ուրեմն ազգային ժողովում էթիկայի այսպես կոչված հանձնաժողովը պետք է զբաղվի այդպիսի հարցերով, այդպիսի հարցերով պետք է զբաղվի արդեն քննչական բաները պետք է մարմինները պետք է զբաղվեն, որովհետեւ սա դու ցուցաբերում ես ոչ ժողովրդավարության հետ ընդհանրապես ոչ մի կապ չունեցող, դու ցուցաբերում ես իրական տոտալիտար դիկտատորի վարքագիծ, հա, որտեղ դու բոլոր դիմախոսներին ուրեմն համարում ես, որ իրանք շուն ու շանգյալ են, հա, այո։ Բայց այս ամենով, հա, հիմա իր այսպիսի հայտարարությունները էս պահված քեզ անհավասարակշռ լինելը իր քպականների հրապարակային հայոյանքը Գյումրու Սարիկ Պետրոսյանը տեսակ մեկնաբանությունները դեր հայոյախառն հակառակ ազդեցություն է ունենում ըստ ժողովրդի կա երևի ինչ որ մի սեգմենտ Հայաստանում, որոնք որ ժամանակին դոգ էին նայում կամ իրանք պատրաստ են այդպիսի լեզվով, երբ որ իրանց հետ շփվում է իրանց առաջնորդը կամ չգիտեմ քաղաքական գործիչները, որևէ մակարդակի քաղաքական գործիչները, բայց ես համոզված եմ, որ մեծամասնության համար բնակչության դա անընդունելի ձև է, հա, շփվելու։ Նայում ենք նույն ինչա տեղի ունենում Միացյալ Նահանգներում, հա, Թրամփը ինչպես է օգտագործում այդպիսի ցածր բանի լեքսիկա եւ այլն, եւ որոշ մարդիկ ասում են դա ընդհանուր տրենդ է, հիմա առաջնորդները այդպես են ուրեմն շփվում իրենց բնակչությունների հետ, բայց ես կասեի, որ դա սխալ բան է, մոտեցում է եւ մենք երբեք չպետք է մոռանանք, մենք ով ենք եւ ինչու մեզ համար դա անընդունելի վերաբերմունք է։ Ուրեմն ոչ միայն հարգանք չկա այստեղ, այլ դու ընդհանրապես ցույց ես տալիս, որ դու ընդհանրապես ոչ մի կապ չունես այդ ժողովրդավարական մտքի հետ, այդ քաղաքացիական պայմանագիր, ինչու՞մն էր այդ պայմանագիրը ըստ Ժան-Ժակ Ռուսոյի ժամանակին, որ դու պետք է հարգանքով մոտենաս փոքրամասնությանը, որովհետև այդ փոքրամասնությունը վաղը կարող է մեծամասնություն լինի։ Դու դա պետք է ընդունես որպես կանոն, իսկ եթե դու այդպես ես վարվում փոքրամասնության հետ, դու լրիվ այլ մտածելակերպի տեր ես։ Իսկ այդ մտածելակերպը չպետք է տեղի ունենա Հայաստանում, եթե մենք ուզում ենք իրական հանրապետություն ունենալ, չեմ ասում ժողովրդավարության մասին ենք խոսում։ Եվ պարոն Արտուրեսյան, նորից գալով ընտրություններին, տեսեք, Միացյալ Նահանգները, հավաքական արևմուտքը երբևէ չընթացվել եւ sense կոնկրետ խառնվել են Հայաստանի ներքին գործերի, այդ հիբրիդային իրական պատերազմ են տարել։ Վերջերս երբ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի դաշնությունում էր, ըստ էության առաջին անգամ Ռուսաստանի նախագահն էլ այդպես բաց տեքստով խոսեց, չխանգարեք այն ուժերին, որոնք խառնում են նաև Ռուսաստանին։ Այս ամենը ձեզ ինչպիսի զարգացում կստանա եւ եթե առաջին ունեցած ես խոսելու, եթե գնահատեք Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա եւ արդեն բաց այսպես տեսախցիկների առաջին դակաշեշտադրումները, որ արվեց Ռուսաստանի նախագահի կողմից ինչ ցուցիչ է։ Դե Փաշինյանը մեզ համար չօգտագործեց, չէ՞, բանը, երբ որ ասեց ինաստրանный агент, հենց ռուսերեն, հա։ Ինքը դա ասեց, որ Մոսկվայում լսեն վերաբերմունքը հակառուսական, ցենց ինչ-որ բաներին, ուժերին եւ այլն, որպեսի Մոսկվան տեսնի, որ ինքը դրա դեմ է եւ կանգնած է որպես հայ-ռուսական հարաբերությունների եւ սերտ հարաբերությունների ջաթագով։ Դա ինչու է ինքը անում, որովհետեւ ինքը Մոսկվայում հասկացավ, միջև էլ երևի հասկացել էր, ինչ ուրեմն հետևանքներ կարող է ունենա մի քանի քայլ Ռուսաստանը անի միջև ընտրությունները, հա, մի երկու շաբաթ միջև ընտրությունները, պատկերացրեք, եթե գազի գինը ես չեմ ասում նույնիսկ դառնա միջազգային գների բանին մակարդակին, այլ գոնե մի 20% ավելանա, 30% ավելանա գինը, դա ինչ է նշանակելու այստեղ բնակչության համար եւ ընտրողների համար։ Ինքը դա շատ լավ հասկանում է, դրա համար ինքը փորձում է համ Մոսկվայի հետ ինչ-որ ձևով ցույց տա, որ ինքը իրանց հետ լավ է, համ եվրոպացիներին ցույց տա, բայց այդ խաղը հասկանում եք դու չես կարող հավերժ այդպիսի խաղ խաղաս։ Հիմա եվրոպացիք որ գալու
գալու են մայիսի 4-ին այստեղ այդ ամենը լինելու է, ինքը կարողանալու է զսպել իրան այդ հակառուսական ինչ-որ հայտարարություններից։ Եթե ինքը չարեց, Ուրսուլա ֆոն դեր Լայնը հաստատ կանի։ Այսինքն կամ որոշ ուրեմն գործիչներ եվրոպական, որոնք գալու են Երևանում, Երևանում հնչեցնելու են ինչ-որ հակառուսական ինչ-որ բաներ։ Ինքը կասի, որ դա անընդունելի է Հայաստանում, ոչ, ինքը չի ասի, որովհետև ինքը նաև խաղ է խաղում եվրոպացիների հետ։ Եվրոպացիներին ասում է, որ թշնամին Ռուսաստանն է եւ մեր վերջնակետը ուրեմն զարգացման Եվրոպայի հետ է, իսկ Ռուսաստանում ասում է, որ այդպիսի բան չկա, եթե տեսնենք դեր համ Եվրոպայի, համ Ռուսաստանի հետ դա հնարավոր է։ Բայց դա արդեն շուտվանից հնարավոր չի եւ մենք չպետք է բանանենք, խափնվենք դրանով, որ այդպիսի խաղը կարող է հավերժ շարունակվի։ Այդ խաղը ունի ավարտ եւ այդ ավարտը կարող է շատ ցավալի մեզ համար լինի։ Դրա համար ավելի ճիշտ է կողմնորոշվես եւ սկզբից հետո զբաղեցես այն դիրքը, որը որ հստակ կողմերին կբացատրի, որ մենք չենք ուզում լինել այդ կողմերի պայքարի հետ բանը, հա, այդ խնձորը, որ Այսինքն նախատեսում եք, որ ընտրություններից առաջ Ռուսաստանը արդեն ավելի հողի վրա քայլերի լինի։ Դա կախված կլինի, ինչպես են իրանք դիտելու այս բանը։ Ես էլ եմ ասում, ինքը երբ որ ասաց, որ բոլոր նրանք, ովքեր որ հայ-ռուսական համագործակցության բանի դեմ են խոսում եւ այլն, դրանք ինոստրանные агенты, չնայած մենք օրենք էլ չունենք այդպիսի, հա, դու ինչին ես բան անում, ինչ ես ուզում ասես, մենք Վրաստանը ունի այդպիսի օրենք, մենք չունենք այդպիսի օրենք։ Բայց ինքը օգտագործեց հենց ռուսական այդ բանը, որ Մոսկվան լսի, որ ինքը իրենց շահերը չի մոռանում, ինքը իրանց շահերը պաշտպանելու է այստեղ։ Դե իմ կարծիքով իրանք արդեն շուտվանից չեն հավատում, բայց իրանց մոտ նաև կա մի երկու իմ կարծիքով թուրիմացություն, առաջինը, որ իրանք ով է լինի Հայաստանում, իրանք կարողանալու են իրենց շահերը առաջ տանեն, մեկ, որ այդպես չի, իսկ երկրորդը նայում է, որ միևնույն է, ինչ է լինի, հայկական կողմը չի կարողանալու գտնել այլ ընտրանքներ Ռուսաստանի հետ ուրեմն զարգացման հերանեկարներ ստեղծելու համար։ Սա երկուսն էլ թուրիմացություն են իմ կարծիքով եւ ինչքան շուտ Ռուսաստանը հրաժարվի այդ թուրիմացություններից, անգամ լավ իրենց համար, մեզ համար էլ։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։